Մենք վերադարձանք եւ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ հյուրին։ Հիշատակը միայն անձնական չէ, այն նաեւ ազգային է, հիշողություն է, պատմություն է, պատասխանատվություն է։ Մեծ հետ է այսօր պատմաբան Խաչատուր Ստեփանյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ ժամանակ գտաք այս ոչ աշխատանքային օրով գալ մեզ մոտ եւ եկեք հենց ակունքներից սկսենք։ Երբ է անձնականը դառնում ազգային, երբ է անձնական հիշողությունները դառնում պատմական հիշողությունները եւ իսկապես պատմական եւ ազգային հիշողությունները բաղկացած են այդ անձնական հիշողություններից եւ ինչ կապ ունեն նրանք իրար հետ։ Այո, ճիշտ նկատեցիք, գալիս է մի պահ, որ անձնականը դառնում է ազգային, երբ որ այդ մանր անձնական պատումները վերածվում են ընդհանուր ազգային ընկալումի, ազգային հիշողության, երբ որ մեկ անձի, տարբեր առանձին անձերի պատմությունները դառնում են ազգային պատմություն եւ այդ առանձին անձերի պատմությունով միահոսվում են մեկ ընդհանուր պատմությունը։ Իսկապես ազգային հիշողությունը կարևոր դերակատարում ունի ինքնության պահպանման գործում։ Ինքնության տարբեր բաղադրիչներ կարող են թվարկել, լեզու, մշակույթ, բայց հատկապես հենց ընդհանուր հիշողությունն է, որ դառնում է նաև ինքնության բաղադրիչ, որը մենք կոչում ենք նաև պատմություն։ Եղել են բազմաթիվ անձնական պատումներ, որոնք դարձել են ընդհանուրի համար հիշողություն եւ ըստ դրանով հանդերձ նաև դարձել են ընդհանուր պատմություն մեր ժողովրդի համար։ Իսկ մենք որպես հնագույն ժողովուրդ ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ անձնական հերոսությունը դարձել է ընդհանուրի հերոսություն, թերևս բացառիկ օրինակ կարելի է համարել Վարդանանց պատերազմը, երբ որ Վարդան Մամիկոնյանի մյուս նախարարների զոհողությունը դարձավ համընդհանուր հիշողություն եւ մեր ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ Եվ պատահական չի, որ Վարդանանց նահատակներին եկեղեցին սպասեց եւ դարեր շարունակ Վարդանանց զոհերի հիշատակի օրը դարձավ ազգային նվիրական տոներից մեկը։ Ինչպես մենք գիտենք, այսօր հիշատակի օր է հայտարարված, հա, եւ նաեւ հիշատակի օրերը մարդկանց մոտ բերում են նաեւ սուգ եւ այլն, հա։ Ինչպես է պետք զարգացնել մարդկանց մոտ այդ հիշատակի օրերը, դրանք միայն սքի գիտակցում չեն, այլ նաեւ չէ, որ հզորացման շատ կարեւոր մարդկանց եւս մեկ անգամ հիշելու օր են։ Նախ պիտի ասեմ, որ ինձ համար տարօրինակ է այսօր հիշատակի օր սահմանելը, որովհետեւ եթե դա կապվում է մեր հայրենիքի համար զոհվածների հետ, կարելի է ուրիշ օր ընտրել։ Նշածս Վարդանանց նահատակների հիշատակության օրը, որ սովորաբար արվում է փետրվարին, եթե չեմ սխալվում, երկրորդ կիրակի օր, եւ պետք է նշել, որ այդ օրը մինչև այսօր Սփյուռքյան տարբեր համայնքներում նշվում է շատ մեծ շուքով եւ ըստ էության նաեւ այդ օրը այդ տոնով այդ Վարդանանց տոնով է պայմանավորված Սփյուռքում հայ մնալու գաղտնիքը, ինքնության մի բաղադրիչ է դարձել։ Եթե խոսքը վերաբերում է վերջին պատերազմին, դա կարելի է անել պատերազմի սեպտեմբերի 27-ին, սկիզբը կամ վերջին օրը։ Կամ վերջին օրը։ Ընդհանրապես հիշատակի օրը միայն նշելով դրան պիտի բովանդակություն հաղորդել։ Մյուս տարօրինակությունը, որ վաղը մեր բանակի օրն է եւ այդ կողմից էլ տարօրինակ բանակի տոնի նախորդ օրը հիշատակի օր սահմանել եւ մյուս կարևոր հանգամանքը պետք է տոնը ինչ-որ կապ ունենա մեր պատմության հետ։ Ես անգամ չգտա այդ կապը, չգտա միգուցե ընթացքում կապի, բայց դժվար է կապելը, որովհետև ժամանակին փետրվարի 23 կար, որ մենք որպես խորհրդային հասարակության մի մաս նշում ենք, բայց խորհրդային հասարակության հետ այդ փետրվարի 23-ը կարծես թե վերացավ մեր թե ինքնությունից, ճակատավոր թե մեր իրականությունից։ Թերևս շատ մեծերը հիշում են, բայց դա այլևս անցյալում կարելի է համարել։ Այո, մենք մեր դեր հայրիկներին շնորհավորում ենք այդ օրը, որտեղ նրանք ծառայել են սովետական բանակում եւ եւս մեկ սերունդ եւ սա կմոռացվի։ Հարգանք այդ օրվա հանդեպ, բայց մեր իրականությունից հասկանալի պատճառներով վերացավ, թերևս պիտի այնպիսի օր ընտրել, որ դա կապ ունենա։ Դե հիմա արդեն ընտրությունը մերը չէր, ընտրությունը արվել է, հիմա խնդիրը ինչու՞մն է։ Ինչ պետք է անենք, ինչ է պետք անել, ոնց հիշել, ում հիշել, ինչպես հիշել։
Պետք է հիշել բոլորին, եթե այդպես է, պետք է ամեն օր հիշել բոլորին, հայրենիքի համար զոհվածներին եւ ոչ միայն բառերով հիշել, այլև իրենց կիսատ թողած գործը շարունակելով հիշել, իրենց հանուն հայրենիքի համար թափած արյունը գնահատել եւ արժեվորել իրենց ամեն մի զոհողությունը, որ արվել է հայրենիքի շենացման համար եւ այդ հիշողությունը պետք է արմատավորի նաեւ նրանց այն երազանքները, որ չէին կատարել, մենք փորձենք իրականացնել։ Գալով ձեր անդրադարձին, որ այնպես անենք, որ մենակ չսկանք, այո, չպետք է սխալ, պետք է պատրաստվել ապագային, պետք է պատրաստվել գալիք հաղթանակներին, որովհետև պատմությունը ինչքան էլ մենք ուզենք չուզենք, անընդհատ պատմությունների եւ հաղթանակների շղթա է, պարզապես պետք է նաեւ սքով այնպես տրամադրես, որ գալիք շղթայում հաղթանակների թիվը ավելի շատ լինի, քան պատմություններինը եւ հասնես նրան, որ անընդհատ հաղթանակների շղթայի մեջ լինես։ Պարոն Ստեփանյան, այ դուք ամենասկզբից, երբ որ ասացիք, որ պատմությունը առհասարակ ազգային, ազգի, պետության պատմությունները բաղկացած են այդ փոքրիկ պատմություններից անձնական, դա շատ པարզ եւ հասարակ է, որովհետեւ յուրաքանչյուրս կարող ենք հիշել, որ մեր ընտանիքներում, մեր տոհմերում, մեր օրաններում ամենուր կան ինչ-որ փոքրիկ պատմություններ մեր պապերի մասին, պապերի, տատիկների մասին եւ այլն, եւ իսկապես հետո որ դու քո պապիկի պատմությունը ուսումնասիրում ես մի քիչ ավելի շատ, հասկանում ես, որ դա քո երկրի, քո ազգի մի փոքրիկ մասն է, քո համար շատ կարեւոր, երկրի համար միգուցե փոքրիկ։ Այստեղ մեկ բայց է ինձ մոտ ծնվում։ Երբ որ սկսում են պատմությունը աղավաղել, կառավարության անդամները, պատմաբանները, այ ինչպես հետո վերականգնել այն իսկականը, իսկապես մաքուրը, ջինջը եւ գոյություն ունի արդյոք մաքուր ջինջ իսկական պատմություն, թե մեզ միշտ տալիս են այն պատմությունը, որ առհասարակ ենք ես ասում, հիմա մենք կարող ենք Մովսես Խորենացիից կարող ենք սկսել, որտեղ եթե Մովսես Խորենացին պատվիրել է այս իշխանը կամ այս թագավորը, պարզ է որ ինքը պետք է լիներ ամենալավը, ամենաուժեղը, սյունիները պետք է մի քիչ իրենց լավ պահած չլինեին, օրինակ։ Եվ այլն, եւ դա շարունակական է։ Եղիշեին ասել են «Էս պիտի գրես», այսինքն ոչ թե ասում են «Էս պիտի գրես», այլ պատվիրատուն պարզ էր եւ Եղիշեն չէր կարող գրել ինչ որ ուրիշ կերպ։ Ինչպես պատմաբանը, ինչպես հասարակ մահկանացուն միգուցե կարողանա այդ ճիշտը գտնել այդ ամեն ինչի մեջ դարերից սկսած մինչև մեր այսօրվա օրերը։ Բավական երկար պատասխան ենթադրող հարցադրում է, բավական երկար, որովհետև կարելի է ժամերով խոսել պատմագիտության, տեսության եւ մեթոդաբանության մասին, թե ինչպես պետք է պատմությունը վերաշարադրել կամ շարադրել, որ դա հնարավորինս արտահայտի պատմական ճշմարտությունը։ Անկեղծ ասած, մենք որպես ժողովուրդ այնքան ճշմարտացի բաներ ունենք պատմելու, որ պատմությունը կեղծելու անհրաժեշտություն չունենք։ Դուք նշեցիք, որ իշխող վերնախավը կարող է պարտադրել մի բան։ Շատ ճիշտ նկատառում է, որ իրականում պատմության շարադրումը թելադրում է էլիտան։ Պատվիրատուն էլիտան է։ Խորենացի ժամանակել է այդպես եղել, ավելի ուշեղ է, խորհրդային տարիներ այդպես խորհրդային գաղափարախոսություններ պարտադրում պատմության շարադրանքը եւ եթե պատմական աշխատություններում չկար Մարքսի եւ Էնգելսի ցիտումներ եւ Լենինի ցիտումներ, դա բավական դժվար ճանապարհ էր ասում այդ աշխատանքը հրատարակության համար։ Հիմա էլ ըստ էության դեռ այդ իմպերատիվ ձևով հրահանգներ չկան, բայց ակնհայտ է, որ պատմության վերաշարադրանքի միտում է նկատվում։ Բայց կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք այս արևի տակ տեղ ունենանք, պետք է մեր պատմության շարադրանքը իմ համոզմամբ հետևյալ սկզբունքով տարվի, որ այ ժողովուրդը տերն է հայկական լեռնաշխարհի, դա կանվանենք պատմական հայրենիք, դա կանվանենք իրական Հայաստանից դուրս, բայց թե քաղաքագիտական, թե տնտեսական, թե այլ նկատառումներ հաշվի առնելով ես համոզմունք ունեմ, որ մեր ժողովրդի իրական անվտանգությունը դա ամբողջական հայրենիքի մեջ ամբողջական պետականություն ունենալն է եւ պատմության շարադրանքը պետք է տեղի ունենա այդ ամբողջական հայրենիքին վերատիրելու փիլիսոփայության տրամաբանության ֆոնի վրա։
Շատ բարի։ Չէ՞ որ մենք չենք կարող միայն մեր պատմությունով ապրել։ Մենք ապրում ենք համաշխարհային պատմություն, մենք ապրում ենք ռեգիոնալ պատմություն, մենք ապրում ենք եւ անցյալում եւ ներկայում եւ ապագայում ապրելու ենք մեր հարևանների հետ ինչ որ պատմություն եւ պատմությունը աղավաղվում է ոչ միայն այստեղ, պատմությունը աղավաղվում է ամեն ուր եւ այն ինչ որ ժամանակին ճիշտ էր, հիմա սխալ է եւ հակառակը հերոսները դառնում են դավաճաններ, դավաճանները դառնում են հերոսներ, երեխաներին ինչպես դաստիարակենք կամ որտեղից է պետք սկսել, չէ՞ որ հակասություններ են լինում տանը երեխային տատիկը, պապիկը մի բան են ասում, դպրոցում ուրիշ բան են ասում, հետո երեխան մեծանում է, ընդունում է համալսարան մեկը, հոպ, ինչ որ բան փոխվեց այնտեղ ուրիշ բան, եւ մարդու մոտ արդեն կոգնիտիվ դիսոնանս է սկսում։ Այդ էլ հետաքրքիր էլի երկար պատասխան պահանջող հարցադրում է։ Էլի նույնը դիպենդեն, որ երեխաներին պետք է դաստիարակել, պատմությունը ներկայացնել հայկական լեռնաշխարհին վերադրելու մղումով։ Անդրադառնալով պատմական ավարտեմ պատմակեցարարությանը մեր հարևան երկիրը ասու ամեն օր ամենատարբեր մակարդակներով դպրոցից մինչև երկրղեկավար թե իրենց պատմությունն են կառուցում զուգահեռաբար կեղծելով մեր պատմությունը ասեմ ավելին իրենց պատմությունը կառուցում են մեր պատմության հաշվին օրինակ Բայց իրենք համոզված են որ դա ճիշտ է։ Ես նո իրենք չէ, Ալիևը միգուցե ոչ։ Երեխաները որոնք մանկապարտեզում են։ Ես տեսել եմ դրսում ադրբեջանցի երիտասարդներ, որոնք համոզված են որ Երևանը իրենցն է, որովհետև իրենց այդպես են բացատրել։ Ադրբեջանում տարեկան եթե ոչ հարյուրներով, տասնյակներով գրքեր են հրատարակվում, որտեղ աղավաղում է հայոց պատմությունը, Հայաստանի պատմությունը։ Անցյալ տասնամյակում հրատարակվել է մի հանրագիտարան, Արևմտյան Ադրբեջանի տեղանունների բառարան, որտեղ այսօրվա Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը ներկայացնում է որպես ադրբեջանական։ Մենք ինչ որ բան կարող ենք անել։ Մենք կարող ենք համապատասխան պետական մակարդակով, որովհետև դա Ադրբեջանում արվում է պետական մակարդակով, Հեյդար Ալիևի հիմնադրամը, որը պետական հիմնադրամ է, գիտենք, Հեյդար Ալիևի հիմնադրամի աջակցությամբ։ Մենք պետական մակարդակով ոչ մի բան չենք անում, իսկ անհատական անողներն էլ այդ կարողությունը չունեն Ադրբեջանի նման պետության դեմ իրենց Հեյդար Ալիևի ֆոնդի դեմ պայքարել, այո։ Լավ, դա ինչ որ դուք ասում եք ընդունելի եւ հասկանալի է, բայց գանք ավարտեմ, ավելի գլոբալ, երեխաները, մեդիա գրագիտության առումով ցավոք սրտի այս համացանցը այնքան է կեղտոտել, որ չես կարողանում նաև աշակերտին համոզես որոշ դեպքերում, որ դու ճիշտ ես, որովհետև այդ պատմություն ներկայացնելու զուգահեռ պետք է նաև աշակերտներ մեդիա գրագիտություն սովորեցնել, որոնք կարողանան տարբերել ճշմարտացի պատմությունը ֆեյք պատմությունից։ Զորօրինակ Ադրբեջանի ներկայացած ֆեյք պատմությունը երբեմն աշակերտի համար դառնում է ցավոք սրտի, երբեմն իրողություն, որովհետև տարբեր կարողամիջոցներով, հատկապես այդ համացանցի նզրած հնարավորությունը մեծապես օգտագործում են։ Ասելիքս այն է, որ պատմությունը սովորեցնելու զուգահեռ նաև պետք է այդ գրագիտությունը երեխաներին տալ, որպեսզի կարողանան դիմակայել Ադրբեջանի հակահայ պատմագիտական արշավին։ Նայ, նորից մենք ներողություն խնդրում ենք, այս վերջինը ես ասած ուլը։ Նորից մենք լոկալ մեր փոքրիկ կամ մեծ Հայաստանի մասին ենք խոսում։ Ես ավելի մեծ աշխարհի մասին եմ խոսում։ Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բոլորս գիտենք, որ եղել է պատերազմ հյուսիսը ընդդեմ հարավին։ Այո։ Եվ հարավը վատն էին, հյուսիսը լավն էին, հետո նրանք մի պահ բարշեցին, իրենց պետությունում եւ հասարակության մեջ այնպիսի կոնսենսուս կար, որ ժողովուրդ, օքեյ, այդ անցել է, գնացել է, բայց մենք հարավային մեր նահանգներում, Տեխասում, Կանզասում դեռ ասում ենք, որ կոնֆեդերատները լավն են եւ այլն եւ այլն։ Հետո սկսվեց այդ ջարդուփշուրը, սևամորտները բարձրացրեցին իրենց ձայնը, սկսեցին արձանները վերացնել բան, սկսեցին վերանայել պատմությունը։ Պատմությունը իրականում դրանից չի փոխվել։ Նա եղել է ինչ որ եղել է, բայց մարդկանց վերաբերմունքը դրան փոխվում է։ Եվ ինչպես այ կարողանանք, նորից եմ ասում, ոչ միայն Հայաստան, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա այդ պատմությունների մասին, այլ գլոբալ ամբողջ աշխարհը ինչպես անել, որ մենք կարողանանք ճիշտը սխալից տարբերել եւ հասկանալ, որ այո, միգուցե բաներ կա, որ մեզ դուր չի եկել կամ դուր չի գալի, կամ մենք սխալ ենք արել, մեր ազգն է սխալ արել, գերմանացի ազգը վերջով սխալ քայլ է արել եւ նրանք ապրել են այդ ներողություն են խնդրել, հետո դուժեր են կերել, բայց հիմա հպարտ կանգնած երկու ոտքի վրա կառավարում են կամ տիրում են եւ այլն եւ այլն։
Եվ ինչպես անել, որ այդ սխալների բնականաբար աշխարհի հետ զուգահեռ պիտի գնալ, բայց դա չի նշանակում, որ պետք է սեփական անցյալը մոռանալ հանուն աշխարհի բարքերին զուգահեռ գնալ։ պատվերների։ Այո, եւ ունենք բազմաթիվ օրինակներ, որ աշխարհում, որ իրենք կուլ չեն գնաց, հрьяաների պատմությունը դերևս լավագույններից մեկն է։ Հրաները կարողացել են մեզ բոլորիս հրամցնել իրենց առհասարակ պատմությունը 5 կտակարան օրինակ։ Դուք հետաքրքիր դիտարկում արեցիք, Գերմանիան ընդունեց իր մեղքը։ Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ այսօրվա Թուրքիան չի ընդունում, որը որ ավելի շատ քաղաքական խնդիր է, ոչ թե պատմական ճշմարտության խնդիր։ Ես վստահ եմ գալու է օրը, որ Թուրքիան առերեսվելու է պատմական ճշմարտության հետ եւ շատ դեպքերում չպետք է համակերպվել քեզ պարտադրող իրականությանը։ Գալու է այդ օրը, որ քո ճշմարտությունը հաղթահարելու է եւ եթե աշխարհի համաշխարհային պատմությունը գլոբալ առումով դեմ է գնում քո պատմությանը, թելադրանքների, իմպերատիվների, պատվերների առումով, դա չի նշանակում, որ դու պետք է վերաշարադրես քո պատմությունը։ Դիմացիր նժդեհը գեղեցիկ բառ ունի, ասում են, ուզում ես լինել ուժեղ, եղիր։ Դու պետք է նախ որոշես, որ որպես համաշխարհային մշակույթի մաս կազմող, համաշխարհային մշակույթի առանց ամպագորգոր բառերի, համաշխարհային մշակույթին մշակույթ տված ժողովուրդ պարտավոր ես նաև համաշխարհային պատմության մեջ քո պատվավոր տեղ ունենալու առանց պարտադրանքների եւ ազգային ինքնությունից հրաժարվելու։ Վերջապես Նելի։ Ահա, պարոն Ստեփանյան, խոսենք այն մասին, վերադառնանք մի փոքր այս վերջին տարիներին։ Վերջին 5 տարին բավական հարուստ էր պատմական առումով, հա, պատերազմներ, միգուցե աշխարհաքաղաքական, այսպես փոփոխության եւ այլն։ Ով է պատմագրում այս ամենը եւ արդյոք մենք էլ ունենք այդպիսի գրքեր, որոնք գրվում են։ Արդյոք ունենք այսպես գեղեցիկ քարոզարշավ, թե ինչ կատարվեց իրականում միգուցե։ Ուրեմն պատմական գիտության մեջ առանձին ենթաճյուղ կա աղբյուրագիտություն եւ պատմագրություն։ Ցավոք սրտի մեր օրերում տեխնոլոգիական հնարավորությունները ավելի մեծ հնարավորություն են ընձեռում պատմական աղբյուրները կեղծելու։ Ճիշտ նկատեցիք, բավական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք պետք է միտեղ արձանագրվեն, որ վաղվա պատմաբանը կարողանա դա օգտագործի որպես աղբյուր իր աշխատանքները գրելու։ Եվ այսպես թե այնպես պատմությունը գալիք սերունդը պիտի շարադրի գալիք էլիտայի պատվերով։ Եվ այս հարցում շատ կարևոր է այ պատմական փաստերը պարզապես ֆիքսելը։ Հիմա ոչ միայն պատմությունը կերտվում է, այլև պատմությունը գրվում է եւ նշածս Ադրբեջանի կողմից այսօր իրականացվող քարոզությունը, իրական քարոզությունը, դրանք իրականում փաստեր են ստեղծում վաղվա պատմաբանների համար։ Եվ մենք պարտավոր ենք այսօր դիմակայելու Ադրբեջանի բոլոր Արցախում, Հայաստանի շուրջ իրականացնող հակաքարոզչությանը, որպեսզի վաղվա պատմաբանները ավելի համոզիչ փաստեր ունենան այսօրվա իրականությունը նկարագրելու ներկայացնելու համար։ Այսօրվա պատմությունը կարծես թե մեր աչքերի առջև է տեղի ունենում եւ դեռ մեր հիշողությունները թույլ են տալի մեզ ինչ որ բաներ հասկանալ ճիշտն ու սխալից։ Եթե հետ գնանք ավելի, չէ՞ որ այսօր մենք նշում ենք կամ հիշում ենք ոչ միայն վերջին պատերազմներում զոհված տղաներին եւ ոչ միայն տղաներին, այլ առհասարակ մենք ասում ենք, որ առհասարակ բոլոր մեր զոհերի մասին։ Ինչ մեծ ճակատամարտեր են եղել, տեղի ունեցել, որոնց մասին մենք կամ մոռացել ենք, կամ չգիտենք։ Այդ տեսեք հիմա որ մենք գնանք փողոց մարդկանց հարցնենք, Ավարիայրն ու Սարդարաբադը կհիշեն, բայց միգուցե Գառնի տակ այդ ճակատամարտը, որը էլ հերոսական էր եւ մենք վրացիների հետ միասին այդ արեցին, կանգնացրեցինք արաբներին, չհիշեն։ Միգուցե չհիշեն նաեւ այն փոքրիկ կամ բայց շատ կարևոր մարտերը, որոնք որ բացի Սարդարաբադից տեղի են ունեցել Բաշտաբարանի տակ, Խարակիլիսայի տակ եւ այլն։ Այդ դրանք նշեք այն մի քանիսը, որոնք որ ես չնշեցի, բայց շատ կարևորները, որոնք են դրանք դարերից եկած։ Շատ կան։ Արարածանի ճակատամարտ,
որի մասին վերջերս արդեն ունեցա խոսելու, Քրիստոսից Շատերը առաջ անգամ չգիտեն, որ Արարածանի դա Եփրատն է։ այո, արևելյան Եփրատն է։ Արարածանի ճակատամարտը 68 թվականին Քրիստոսից առաջ, երբ որ Տիգրանը մի տարի առաջ պարտվել էր հռոմեացիներին, բայց մի տարի կարողացավ համբերատար նախապատրաստվել եւ այնպեսի հարված հասցրեց Լուկուլոսի բանակին, որ նա ստիված վերադարձավ եւ իր Հայաստանը գրավելու պլանները ձախողվեցին։ Հետո Պոմպեոսը եկավ եւ արդեն Տիգրանը գործի դրեց իր դիվանագիտական հմտությունները եւ կարողացավ Հայաստանի համար ձեռնտու պայմանագիր ստորագրել Արտաշատում Հռոմի հետ 66 թվականին։ Արարածանի ճակատամարտը մեր պատմության կարևորագույն ճակատամարտերից մեկն է, որը որ հիմք է տվել Ծովից ծով Հայաստանի համար։ Ծովից ծով Հայաստանը չպահվեց, բայց մեծ հայկի ամբողջականության պահպանվեց, որը կարևոր է։ Հայության այն նոր նշեցի հայկական լեռնաշխարհը մեր այն երկրամասը, որը մեր համարվում է պատմական հայրենիքը, հայ ժողովրդի բնորանը, այսպես ասենք, ըստ էության պահպանվեց։ Էլի կան վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու Մաչկալաշեն գյուղում երրորդյա հերոսամարտ է եղել, որը պետք է մի օր դրա մասին գրի։ Երրորդյա փառավոր հերոսամարտ է եղել, որ դիմակայել են տասնապատիկ անգամ գերազանցող ադրբեջանական զորքին։ Միջնադարում Ծգնավաճառի ճակատամարտը, Վարդանակետի ճակատամարտը շատ են իրականում, բայց հիմնականում հիշում են այն ճակատամարտերը, որոնք որ շրջադարձային նշանակություն ունեցել թե պատերազմի համար, թե նաև պետության եւ այդ օրվա իրողություններում։ Հիմա ժամանակն է ստերեոտի դիմել հայ գրողներին, պոետներին, ռեժիսորներին, սցենարիստներին, չէ՞ որ Դերենիկ Դեմիրճյանը եթե Վարդանանք չգրեր, էլի պատվերով շատ կարևոր է դա, որովհետև այդ ժամանակ բոլոր 15 հանրապետություններում ԽՍՀՄ-ի իջեցվել էր վերևից հրահանգ, որ յուրաքանչյուր պետք է գտնեք ձեր ազգի մեջ ինչ որ մի հերոսական մարդ, հերոս, որը երկրորդ համաշխարհային պատերազմն էր, շատ կարևոր է եւ ամենուր այդ ժամանակ գրվեցին այդպիսի վեպեր, մեր Վարդանանքը։ Այո։ Ուզում եմ ասեմ, եթե այդպիսի մարդիկ հիմա լինեն, շատ բաներ ունենք հիշելու, մոռացված բաներ շատ բաներ ունենք, որոնք որ թարմ են, բայց դրա մասին շատ քիչ է խոսում, ժամանակն է, որ կարողանանք հիշել, գրել եւ չէ որ այսօր հիշատակի օրն է, բայց այսօր ոչ միայն պետք է սքանք, այլ իսկապես հիշենք եւ փառահեղ մեր հերոսներին բոլոր եւ շնորհակալություն հայտնենք նրանց, որոնք որ կարողացել են իրենց զոհաբերելով թույլ տան մեր այսօր հիշել հայոց պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, խոսել հայերեն վերջով եւ մտածել նրա մասին, թե ինչ է լինելու ապագայում։ Շատ շնորհակալություն ձեզ։ Ես շնորհակալ։ Սպասում ենք, այո, նոր վեպերին, նոր պատմվածքներին, նոր ֆիլմերին, նոր երգերին, նոր բալետներին, օպերաներին, որտեղ սա իսկապես կարևոր է եւ աշխատեք գրել այնպիսի բաների մասին եւ նկարել այնպիսի բաների մասին, որոնց մասին քիչ է խոսում, որտեղ անդադ ավարայերը հիշելով շատ առաջ չեն գնա։ Մենք անցնենք առաջ երաժշտություն Շանթի եթերում։ Մնացեք մեզ հետ։